Star News-ը առանձնացրել և ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Երգիչ Արամեի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը։ «Happy birthday իմ կյանքի առաջին մեծ ուրախություն իմ Աննա Մարիա», գրել էր Արամեն։ Մանե Գրիգորյանն ու դուստրն էլ Իտալիայում հանդիպել են Հենրիխ Մխիթարյանին։ «Մեր հպարտությունը դստեր և Հենրիխի լուսանկարին կից», գրել է Մանեն։ Հայ հայտնիները այցելել են Արագածոտնի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Նրանց թվում են եղել Գրիգոր Դանիելյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արմուշը, Գարիկ Սեփխանյանը, Ներսես Ավետիսյանը, Հրաչ Քեշիշյանը և այլք։ Լիա Զախարյանն էլ նոր հոլովակ էր հրապարակել ու դրանքից գրել էր, թե տխրես հանկարծ, բայց ինչու տխրես, եթե հիշելու բաներ կան այսքան։ Ալլա Լևոնյանն էլ ներկայացել էր հերթական երեկոյան կերպարով։ Երգչուհին վերջին շրջանում փոխել է ոճը, կատարել է էսթետիկ միջամտություններ։ Միհրան Ծառուկյանն էլ և Արփի Գաբրիելյանն էլ նոր ռոմանտիկ հրապարակմամբ էին հանդես եկել։ Արփին էլ բոլորովին վերջերս հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքն էլ է հայտնի անհատ, այնուամենայնիվ բարդ է լինել Միհրան Ծառուկյանի կինը։ 71 տարեկան հասակում մահացել է Էմmy մրցանակի դափնեկիր Վալերի Մահաֆին, հայտնի ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է դարձել հյուսիսային բացահայտում, Մեծ երկինք, Հուսահատ տնային տնտեսուհիներ հեռուստասերիալներում, ինչպես նաև Սալի և Սիբիսկվիթ ֆիլմերում իր դերերով։ Դերասանուհին մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Եկեղեցական այս արշավի ֆոնին երգչուհի Շպրոտը հանդես է եկել նոր գրառմամբ։ Նա մասնավորապես նշել է. «Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի և տգետ ինձ բամբասանք հասավ մի հոգևորականի մասին։ Հավատալով այդ բամբասանքին ես ատեցի բոլոր հոգևորականներին, չնայած որ ինձ մեկի մասին էին ասել։ Գնացի 18 տարեկանում դարձա աղանդավոր կյանքի խոսք և չիմանալով եկեղեցու պատմություն, առաքելական ուսմունքին ծանոթ չլինելով, կուլ տվեցի աղանդավոր մտայնությունը, որը շատ տարբեր է առաքելական ուսմունքից։ Հավատքիս ֆունդամենտը դրվեց շեղված և շատ լիբերալ։ Ատում էի բոլոր հոգևորականներին և պահպանողական ամեն ինչ։ Գիտեի, որ հայ եմ, բայց ինքնությունս չէի զգում, հիբրիդ վիճակ էր։ Արմատներս այնքան էի կորցրել, որ ինձ օդում էի զգում։ Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր և բորբոսնած, ինչպես մեր վանքերն ու խաչքարերը։ Գնացի աշխարհ, թողեցի աղանդը ու մտա աշխարհ։ Ապրեցի լիբերալ, մեղավոր կյանքով, հավատում էի Տիրոջը, բայց մեղքի մեջ թաթախված։ Մի քահանայի բամբասանքի պատճառով զրկեցի ինձ պատարագի օրհնությունից, հաղորդության մասնակցելուց, զրկեցի ինձ եկեղեցուց։ Սիրելի հայրենակիցներ, մի զրկեք ձեզ Աստծո օրհնությունից, քահանայից գայթակղվելով։ Ձեր մեղքերի պատճառը քահանան չէ, Նիկոլի դժբախտ լինելու պատճառը քահանան չէ, ձեր հոգևոր տկարության պատճառը քահանան չէ, պատճառը դուք եք և ձեր ապրածը։ Ես վերադարձա մայր եկեղեցի։ Ոչ ոք արժանի չէ մտնել եկեղեցի, նամանավանդ ես, բայց Աստծո շնորհքով և ողորմությամբ բոլորս էլ մտնում ենք։ Եկեղեցին սուրբ է Հիսուսի արյան շնորհիվ, բայց հավատացյալները բոլորս մեղավոր ենք։ Մենք ապաշխարելու կարիք ունենք, մի զրկեք ձեզ ապաշխարությունից։ Քահանայից գայթակղվելով կորցնում ես ամենակարևորը։ Մենք ունենք հրաշալի քահանաներ։ Ես մի քանիսին գիտեմ։ Աղոթեք ձեր հովիվների համար, նրանք ձեր աղոթքի կարիքն ունեն։ Գտեք մի քահանա, ով սրբակենցաղ է և հետևեք նրան։ Մի զրկեք ձեզ օրհնությունից և մի անիծեք նրանց վրա կա Աստծո օծություն ուզեք, ոչ թե չուզեք։ Խոնարհ եղեք նրանց, հարգեք օծությունը, լսեք խորհուրդները և անպայման կերակրեք քահանային, նրանք էլ ունեն երեխաներ։ Ընկերացեք նրանց հետ։ Եկեղեցով եկեք մեր ազգը միաբանենք։ Եթե աչքը հիվանդ է, չհանենք, այլ բուժենք։ Մի մարմին ենք, չէ՞։ Եթե անիծես, ապա կհանես աչքը։ Եթե քո աչքն է խանգարում, լավ է հանես, որը մեղք չգործես, բայց եկեղեցու միաբանությանը մի կպիր։ Ես մոտ 3 տարի է վերադարձել եմ մայր եկեղեցի, կարող եմ ասել իմ կյանքի ամենահավասարակշռված ժամանակաշրջանն է։ Գնում եմ պատարագի ամեն կիրակի, սովորում եմ Աստվածաշնչյան դպրոցում։ Աստծո ողորմությամբ ամուսնացա 44 տարեկանում ապաշխարելուց հետո։ Սկսեցի կարդալ հայոց պատմություն, բայց ոչ սովետի գրած, այլ Եղիշե։ Սկսեցի ճանաչել մեր մեծերին՝ Տաթևացի, Կողբացի, Այգեկցի, Նարեկացի։ Մեր սրբերի մեկնությունները հրաշք են։ Աղանդը հանել է, չէ՞ պետք։
երկ, վիրուս է աղանդը, հայրերի մեկնությունները ինձ օգնեցին, ինքնությունս նոր եմ բացահայտում, ոսկե դարի հայերով հիանում, եկեք միասին դա անենք, եկեք լույսի մեջ մնանք, ուրիշի խավարը փնտրելով կորցնում ենք մեր աստվածային կերպարը։ Բարև ձեզ սրտիկներ, ոնց եք, ես պատրաստվում եմ աշխատանքի, Գուչիիս կոշիկները քարիկներով տարել էի սարքելու, Գուչին ասեց մենք չենք կարա կաբլուկները սարքենք, տարեք, հայ մարդ կա շատ հայտնի, ով Ձախարութի կոշիկներն էլ է սարքում, տար կսարքեն, տարա շատ նորմալ մարդ էր, բարեհամբույր, հիմա կոշիկներս հետ եմ վերցրել, վրայի քարերը չկա, երկու համ ձախից, համ աջից, նույն տեղի քարիկները թրցրել են, դե հիմա ապացուցի, որ քարիկը ինքնահան է, հաստատ չգիտեմ, իրա մորքուրի գուչիների վրայի քարերը թափվել էր, իմ քարերը վերցրել, կպցրելա դրանց վրա, նույն տեղից փոքր քարը հանած է, ու ես իրան տարել եմ քարերով, ու իդեպ այն մասնա, որ անհնար է, այդ շատ ամուր քարեր են, դիմացից, որ ոչ թե այն մասնա, որ հարվում է, այլ դիմացից երկու հատ փոքր քարերը հանելա։ Միշտ կոշիկները ստանում եմ Երևանում եմ սարքում, հենց մեր շենքի կողքը կոշիկի բուտկա կա, այն որ 2 րոպեում այդ մարդը 2000 դրամով սարքում է։ Չհաշված, որ սրան $22 տվեցի, մենակ կաբլուկները փոխելու համար, համոզում էր, որ տակն է ինչ-որ բան դնի, ասի չեմ ուզում $75 տամ, ափսոսա կոշիկներդ կվնասես, բա քարերը սուր է։ Ու այն որ լիքը գործ կա, էլի ունեմ կոշիկներ, ֆիրմա, որ պիտի կաբլուկները սարքեմ։ Կարող է կոշիկի բուտկայի իմանաք Գլենդելի մասում, որ 2000 դրամով սարքում է։ Գոված իրան ասեց, որ բոլորը սուպեր սաքոն, մնացածները բոլորը իրա մոտ են տանում սարքում։ Ուր են իմ քարերը։ Գլենդելի մոլի այդ հայտնի ձյաձյա։ Շատ բարեհամբույր ինձ ընդունեցիք։ Քարերը սուր են։ Ամեն մի թայի, ներողություն թայ բառի համար, նույն մասի քարը չկա։ Ստուգեցի Գուչիի սայտով, որ տեսնեմ, միգուցե տենց է այդ կոշիկները, այդ ամեն մի քարը չկա այդ մասի, այս մի մասից սենց գալիս է լրացնում է այդ պուճուրիկը, այս մի կողմից էլ է գալի, չէ, նույն մասի, նույն երկու պուճուրիկ քարիկները ուզենայիր մատով պոկեիր, չէիր կարա պոկեիր։ Նայեցի բոլորի վրա կա, իմինի վրա չկա։ Ոնց կարելի է մարդու կոշիկի քարերը հանել, դնել ուրիշ կլիենտի կոշիկի քարերի վրա, ասենք կոշիկների վրա, միգուցե ինչ-որ մեկինը թափվել է։ Տխրեցի, շատ։ Չի երևում, նենց չի պտի ուշա, բայց ես հո գիտեմ, որ ես տարել եմ նորմալ քարերով, ուր են իմ քարերը։ Ուրիշ վերսիա էլ կարա լինի, Գուչի եմ տարել, որ սարքեն, 2 օր պահեցին, պարտավոր են չէ սարքեն, 2 օր պահեցին, ասեցին կսարքենք, 2 օր հետո զանգեցին, ասեցին չենք սարքում մենք կաբլուկ, տարեք այդ մարդու մոտ, ես գիտեմ անվճար, ասում եմ իրա հետ եք աշխատում, ասում հա, բայց պտի վճարես, կարող է Գուչիի երեխեքն են հանել, չգիտեմ, կամ Գուչիի ժողովուրդն են հանել, կամ ես հայ ձյաձյան, տա աստված հայ ձյաձյան հանած չլինի, լուրջ եմ ասում, թե չէ շատ եմ նեղվում, որ հայերն են նման բան անում։ Հալալ չի մեր մասիվի բուտկեն, նենց լավն է այդ մարդը, գաստեղ լավ գործ կունենա։ Կոշիկի բուտկա են, Կուպարնիկով աղջիկների, որ նկարներ կան, պատերին կպցրած։ Ես առաջ ուզում էի որ մեծանայի դառնայի կոշկակար, որ մեծանայի կոշիկի բուտկա ունենայի, ճիշտ եմ ասում, մեկ է ունեինք մարոժնիի բուտկա, լուսիկ տոտաներ, որ կզում էր սառնարանից հաներ պաղպաղակները, սենց մտնում էր մեջը, ընգնում էր մեջը, կոլոտ գնիկ էր էլի, երազում էի մարոժնի վաճառող լինեի, կամ կոշիկի բուտկա ունենայի, ոչ են եղավ, ոչ են երազանքս իրականացավ, ոչ են, գոնե են կուլոկով սեմիչկա ծախող դառնայի։ Անարդարա, շատ անարդարա։ Լուսիկ տոտայի չափել չկանք, տենաս լուսիկ տոտան կենթանի, դժվար, բայց ինքի հետ ժամանակ
ասենք ես 7 տարեկան էի, ինքը 50 անց երևի, սև կին էր կոլոտ, էսկիմոն տակից էր տալի, պապայից հետ ընկերացել էր, ինձ տալիս էր, բայց ընկերներիս ասում էր չկա վերջինն, ասենց հալած, ճմրթած էսկիմոները մի քանի անգամ սենց ոնց որ արդեն բացած փագած լինեին տուփը։ Մեկն էլ գրել է Անի ջան, տղաները կույր են, քեզ չեն տեսնում, քեզ ախր ոնց կարելի է չնկատեն ու դու մնայիր տանը։ Սիրելիս, ես տանը չեմ մնաց, ես վերջապես ամուսնացել եմ։ Արդեն 1 տարի է։ Նկատեցին ինձ վերջապես։ Լցվել էր սիրտս։ Տաքսիստ էլ չդառանք։ Սենց հանեի դնեի մեքենայի վրա, տաքսավատ անեի, Հոլիվուդ։